Ինչ է ասում ընդդիմությունը, ասում Աջապահյանը, այն տերտերը, որ հեղաշրջման կոչ անելու համար հիմա դատապարտվում է, ասում մեր հոգևոր եղբայրն է, Բագրատը, որ ահաբեկչություն կազմակերպելու գործով դատապարտվում է, էլի իրանց հոգևոր եղբայրներն են։ Աջապահյանը, որ գնացել էր Դաշնակցության երկիր մեդիա հարցազրույցի, իրանց ուզածը չէր ասել, եթեր չէին տվել։ Հիմա իրանց ուզածը ասելա դատվում է, եկել են այստեղ ինչ-որ բախի եթեր չեք տվել Աջապահյանի հարցազրույցը, որովհետև դուք այդ մարդուն էլ եք օգտագործում, դուք առհասարակ բոլորին օգտագործում եք, ես հիմա էլի իհարկե ընդդիմության աթոռների հետ եմ խոսում, բայց վստահ եմ, որ իրանք շատ լավ լսում են ակաժները սրած, բոլորին ցավը օգտագործում են, վիշտը օգտագործում են, իրար էլ են օգտագործում են, իրար օգտագործում են, աջապ այդ խեղճ տերտերներից ինչ եք ուզում, ինչ եք ուզում, համոզեցիք, վարչապետի թեկնածու պետքա դառնալ Աջապահյանը, էդ էլ չարեցիք, ժողովրդական լեզվով ասած քցեցիք, որովհետև դուք ձեր ամբողջ կառավարման ընթացքում բացի քցելուց, կներեք ժողովուրդ ջան, ժողովրդական խոսքիս համար, թե ժողովրդին, թե իրար, ուրիշ բանի սովոր չեք, այն օրվա ձեր լսումներն էլ էր ըստ էության իրար քցելու մասին, եկել եք այստեղ եւ ըստ էության ինչ-որ ստորագրությունների, կռիվ էր, չգիտեմ, ինչ էր, էլի անպտուղ, կեղծ օրակարգ եք փորձում այստեղ գեներացնեիք։ Եվ այո, պարոն Աղաջանյանի միտքը ես պետքա շարունակեմ, ուրեմն Տիկին Գյուրեղյանը, ով իրան դիրքավորել է որպես կրթության ոլորտի, մարդ, որպես խելացի մարդ, որ գալիս է այստեղից այս բաներ է խոսում, նախ, եթե կրթության ոլորտից եք 180, չի 180, այդ իմացեք գոնե, այտենց գրական խոսեք, եկել եք այստեղ բողոքում եք, որ մենք ուշացնում ենք ժամկետների մեջ դպրոցների կառուցումը, վերակառուցումը։ Դուք Դաշնակցության ներկայացուցիչ եք, որոնք ամբողջ պատմության դասագրքերը, պատմության ֆակուլտետները, կրթությունն առհասարակ օկուպացրել են, որ խաբեն մեր ժողովրդին եւ թաքցնեն մեր ժողովրդից դաշնակների դավադիր դեմքը։ Դպրոցները եւ մանկապարտեզները սեփականաշնորհել են, ներողություն սարքել են գոմեր, իրանց համար առանձնատներ, այսօր էլ եկել են մեզ են մի հատ քննադատում, որ մի դպրոց կամ երկու մանկապարտեզ մի քիչ ժամկետների մեջ ուշացել է, ոչինչ։ Մենք շատ ենք ասել, նոր ենք սովորում դպրոց եւ մանկապարտեզներ սարքել, որովհետեւ դրանից առաջ դուք բոլորին սովորացրել եք, թե ոնց են դպրոցներն ու մանկապարտեզները քանդում։ Ու մի հատ այստեղ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում, դուք խելացի դեմքով գաք այստեղ դատարկ բաներ խոսակ։ Հələ մի հատ էլ ասում է ընդդիմությունից մեկը պետք է վերականգնել հասարակության, ուրեմն վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ։ Դուք հələ ձեր նկատմամբ մի հատ վստահությունը վերականգնեք եւ ստեղծեք, նաեւ իրար վստահելու տեսանկյունից։ Եվ մի հետաքրքիր երևույթ էլ կա, ասում են, այս ինչ մարդը քաղ բանտարկյալ է, այն ինչ մարդը քաղ բանտարկյալ է, ասում են դպրոցի գումարները գողացած, լափած մարդը քաղ բանտարկյալ է, ասում են ահաբեկչություն կազմակերպելու փորձ անող մարդը քաղ բանտարկյալ է, ասում են հեղաշրջման փորձ անող մարդը քաղ բանտարկյալ է, եւ իրանց տեսանկյունից իրանք ճիշտ են ասում, որովհետեւ իրանց քաղաքական նպատակը մշտապես եղել է թալանելը, հեղաշրջումներ անելը եւ երկրի կառավարումը արտաքին ուժերին հանձնելը։ Եվ հետեւաբար իրանց համար շատ նորմալ է, որ իրանք հենց այսպես են վերաբերվում իրանց ուրեմն ընկերների հանցագործությունների պատժմանը այս բանին։ Շնորհակալություն։